Դե եթե սա PR-ը, ուրեմն մաբոթ իրենց։ Ամենքին պետք է իր ընտանիք համուր պահի բան։ Այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի տիկինը Աննա Հակոբյանը հայտարարեց, որ իրենք բաժանվել են եւ ինքը Աննա Հակոբյանը լքում է կառավարական առանձնատունը։ Դուք նախ ինչպես սա ընդունեցիք եւ ինչ եք կարծում, սա նախընտրական տեխնոլոգիա էր, թե ուղղակի իրենց ամուր ընտանիքը քանդվեց։ Իրանց անձնական գործն է, դա ոչ մեկին թող չհետաքրքրի։ Պետք է։ Այլ ենթատեքստեր այստեղ չեք տեսել։ Չէ։ Իսկ ձեզ համար օրինակելի ընտանիք է նրանց ընտանիքը։ Ես չեմ կարող ասել, իմ անշնորհքություն կլինի, էլի, եթե ես գնահատական տամ։ Անձնական գործի մեջ պետք է չի խառնվել։ Այնտեղ ամեն ընտանիք չկար, որ քանդվեր նախ եւ առաջ, եւ երկրորդն մի քանի օր առաջ ուրիշ ինֆորմացիա էր, որ քաղաքացիական ամուսնություն այլևս չկա, օրինականացվում է եւ այլն։ Սրանք երևի նախընտրական խաղեր են մեր աղանդավորական մասայի համար։ Հակոբյանը ասում է, մենք ուրիշ ամուսնություն չենք ունեցել, քաղաքացիական ամուսնություն ենք ունեցել։ Կներեք, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքի համաձայն ամուսնությունը համարվում է օրինական ԶԱԳՍ-ում գրանցվածը։ Իսկ քաղաքացիական ամուսնությունը չի առաջացնում որևէ իրավական հետևանք եւ որևէ իրավական նշանակություն չունի։ Իր ասածը երևի հերթական հետգետների դպրոցը որ վարում է այդ մասին է։ Իսկ երեխաների վրա ինչպես է անդրադառնալու։ Այնտեղ ուր երեխա որ անդրադառնա։ Իր երեխեք ուր են, չկա երեխա։ Ամեն ինչ հնարավոր է, միգուցե եւ հենց նախընտրական տեխնոլոգիա, դա իրենց նեղ անձնական հարցերն են, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն անել։ Պայմանավորում եմ ընտանեկան հարաբերություններով միայն։ Իրենց ամուր ընտանիքը քանդվեց։ Ես չգիտեմ ամուր էր թե ամուր չէ, դա իրանց գործն է։ Եվ խորհուրդ կտամ ձեզ էլ բոլորին էլ չխառնվել ուրիշի ընտանիքների հարաբերությունների բաների մեջ։ Միգուցե նախընտրական քայլեր է սա, ինձ այդպես է թվում։ Միգուցե ուրիշ այլ կերպ է, ես չեմ կարող այս հարցին ստույգ պատասխանել։ Գիտեք ինչ կա, մեր երկիրը նենց է դարձել, որ մեկն էլ գան նստի, մենք արդեն քանդված երկիր ենք։ Չի վերականգնվի երբեք, ոչ մի փոփոխություն չկա։ Երբ որ նախընտրականն է լինում, արդեն հիշում է ժողովրդին, որ կարող են ինչ-որ մի բանով օգնել, բայց մինչև այդ օգնեն ժողովրդին, որ մարդիկ նայեք կանգնած փողոցներում ուրացկանություն են անում, չեն տեսնում մեր ղեկավարությունը, մարդիկ են օգնում ժողովրդին, միայն իրանք ղեկավարները հիշում են նախընտրականի ժամանակ, որ օգնեն մեր ժողովրդին։ Ես չգիտեմ, ես չեմ մտնում քաղաքականություն, ես ուղղակի կարծում եմ, որ ամենքին պետք է իր ընտանիք համուր պահի բան։ Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ տեղեկատվություն է, եթե օֆիցիալ չի ինքը, եթե օֆիցիալ է, կարծում եմ անկախ ինքը վարչապետ է, թե հասարակաքաղաքացի է, ամեն դեպքում ամեն մարդ ունի իր անձնական կյանքը։ Ինչ է կարծում, պատճառը որը կլիներ։ Չեմ կարող ասել իրականում իրենց անձնական կյանքի հետ Հավանում եք իրենց ընտանիքը։ Ընտանիք են իմ եւ լավ եւ իրենց վատ կողմերով, եթե որպես ընտանիք իրենց նայես։ Եթե իրականն է, դե ամեն ընտանիքում է ինչ-որ մի բան լինում է։ Չես կարող հստակ ասես ինչի համար։ Հավանում եք իրենց ընտանիքը։ Դու եք գալիս։ Օրինակելի ընտանիքն է։ Չեմ կարող ասեմ, որովհետև իրենց ներքին խոհանոցին ծանոթ չեմ իրականում։ Ոչ մեկ չի կարող ասի ինչ հապարատ է, բայց ինձ չի թվում, որ տենց լուրեր կտածեն, ինչքանավոր նորից ընտրվելու համար։